Չգիտեք ինչ, եփել ընտիր տարբերակ եմ բերել, այսօր միասին պատրաստում ենք հավի կրծքամսով և բլղուրով անչափ համեղ փլավ, որը մեկ անգամ փորձելուց հետո վստահեցնում եմ, որ հաճախ եք պատրաստելու, համը ստացվում է գերազանց, տեսքը շքեղ։ Բլղուրով փլավը հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը, կարող է ծառայել որպես լիարժեք ճաշ կամ ընթրիք և պատրաստվում է ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ խոշոր բլղուր, կես կիլոգրամ հավի կրծքամիս, 1 գլուխ սոխ, 1 գազար, կարագ, բուսայուղ, ազատ քեղ և համեմունքներ։ 1 գլուխ սոխը մարացնում ենք, շեղակի կտրատում ենք նաև 1 միջին չափի գազար։ Իսկ դուք գիտեք, որ բլղուրը լավացնում է ուղեղի աշխատանքը, այնպես որ հաճախ ներառեք ձեր սննդակարգում։ Փլավը համեղ է ստացվում, երբ կանաչիներից օգտագործում ենք ազատ քեղ, մարացնում ենք մի փոքր փունջ։ Քանի որ կանաչին ջերմային մշակման չենք ենթարկելու, ցողունային հատվածները չենք օգտագործում։ 500 գրամ հավի կրծքամիսը նախքան օգտագործելը դնում ենք թուլաղա ջրի մեջ, թողնում ենք 10-ից 15 րոպե։ Այս մի պարզ գործողության շնորհիվ ձեր պատրաստած փլավը էլ ավելի համեղ կստացվի։ Միսը բաժանում ենք ահանման մեծ կտորների։ Մեզ անհրաժեշտ է խոշոր տեսակի բլղուր, որպեսզի փլավը ստացվի հատիկ-հատիկ, այն պարտադիր լվանում ենք։ Թավայի մեջ մի կտոր կարագ ենք դնում, ավելացնում ենք բուսայուղ, որպեսզի տապակվելու ընթացքում կարագը չայրվի, և ավելացնում ենք հավի կրծքամիսը։ Ցածր կրակի վրա միսը տապակում ենք 5-ից 7 րոպե, այնքան որ գույնը փոխվի։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ինչպես գիտեք, բլղուրը հարուստ է բջջանյութով, B խմբի վիտամիններով, B1, B3, B6, երկաթով, մագնեզիումով, կալիումով, բուսական սպիտակուցներով, դանդաղ ածխաջրերով։ 100 գրամ եփած բլղուրը պարունակում է 80-ից 90 կիլոկալորիա։ Հավի միսը 5-ից 7 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք գազարը և սոխը, միասին տապակում ենք այնքան, մինչև բուսայուղը ստանա ոսկեզօծ երանգ։ Համեմում ենք աղով և սև պղպեղով, ըստ ճաշակի, ավելացնում ենք բլղուրը և 2 բաժակեռման ջուր։ Խոշոր բլղուրն ու ջուրը վերցնում ենք 1:2 հարաբերությամբ, սա իդեալական չափաբաժին է։ Ծածկում ենք կափարիչով, եփում ենք ցածր կրակի վրա, մինչև ամբողջ ջուրը քաշվի։ Ընդամենը կես ժամվա ընթացքում ստացվում է վիտամիններով, բուսական և կենդանական սպիտակուցներով հարուստ մի այնպիսի փլավ, որից հրաժարվելը գրեթե անհնար է։ Կրակը անջատելուց հետո ավելացնում ենք մանր կտրտած ազատ քեղը, մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, ծածկում ենք և սպասում ենք 5 րոպե, որպեսզի փլավը հասունանա։ Արդյունքում ստացվում է մի այնպիսի ուտեստ, որը սիրում են և մեծերը, և փոքրերը, անպայման փորձեք։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ բլղուրով և հավի կրծքամսով պատրաստվող այսպիսի համեղ փլավի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, առայժմ։